լսեցեք, հիմա մենք բայց ես խնդրում եմ ձեզ անընդհատ մի եկեք ասեք։ Մենք լսեցինք, որ դուք դպրոցի տնօրեն եք, այստեղ օգնության ցուցակ եք կազմում։ Օգնության ցուցակը մի րոպե, հիմա ես ձեզ բացատրեմ ինչա։ Այս օգնությունը այս մարդիկ տարին 5-6 անգամ ստանում են։ Նոր ասեցին 2-3 անգամ։ Շատ լավ։ Մարդկա որ նոր է։ Բայց դուք ինչ եք լծված այս աշխատանքին։ Որովհետև ես ՀԿ-ի նախագահ եմ։ Շատ լավ, բայց դուք նաև դպրոցի տնօրեն եք, այս պահին դուք նաև վարչական ռեսուրս եք կիրառում։ Հարգելի ժողովուրդ, անկախ ամեն ինչից թող օգնեն, օգնելը վատ բան չի, բայց ոչ թե ընտրության նախաշեմի, թողեք 10 օր հետո եկեք բաժանեք։ Լրագրող այնքը իմ Լուսաբանում իմ տունը ինձ նկարում եք, ինչքան առավել ևս ձեր տանն է, տանից եք բաժանում օգնում։ Ես որովհետև հական այստեղ է գրանցված, վերև ձեր տնից բաժանեն։ Թողեք ընտրությունը վերջանա, դպրոցի տնօրենը։ Բայց այս մարդիկ Երևանից բերում են հիմա, ես իրանց խնդրեցի, ընտրությունը վերջանա, ասել չի կարելի։ Ընտրությունից չեն կարող մի րոպե, ասեցին չեն կարող, որովհետև ես անձամբ ասել եմ, իրանք ասեցին, թող ընտրությունից հետո չեն կարող, որովհետև մենք տալիս ենք հաշվետվություն։ Դրա համար ես հիմա եմ բերում։ Շատ լավ։ Պարզ շիդակ Շատ լավ եք, ամիս դու գիտեք չէ, որ ընտրությունների օրերին չի կարելի գալ դպրոցի տնօրենի տանից բաժանումներ։ Իսկ ինչու է այստեղ գրանցված հական։ Հական ստեղ եմ գրանցել, միշտ ստեղ Ինչի։ որովհետև ուրիշ տեղ չունեմ։ Այսինքն ՀԿ-յա, բայց ձեզ համայնքում տեղ չունեք, որ դուք այդ Չէ, ՀԿ-յա հասարակական կազմակերպությունը ու առաջին անգամ չեմ անում։ Դպրոցի տնօրենն է։ Դա մի շեշտեք անընդհատ, որովհետև դասերից հետո է դա։ Շատ կարևոր է։ Շնորհակալություն, ես արդյունքի չեմ ճանաչում։ Կպան բարեգործություն։ Թող իմ նման բոլորն էլ անեն։ Ես այս մարդուն լավ ճանաչում եմ ու Այս հստակ մարդուն գիտեմ։ 1000 անգամ ես եկել եմ մեր դուք Կարող եք 10 օր հետո Ինչ բադ բան կա, որ այս մարդը նման։ խնդրում եմ դուրս գնացեք մեր Բա հիմա ինչ եք դուք բորբոքվում ու ցույց եք տալի։ Տոթո նկարի ոչ մեկից Հասկանում եմ։ Լևոն Երեգյան Ձեռքերով լրագրողին մի խոսացեք ու եթե չեք տեսնում, ես այս մարդուն ինչ Այսօր ես եկել այս մարդը կամերաների դիմաց ասեց ինչի է այստեղ անում այդ ամենը։ Պարոն Եղիկյան, եկեք այստեղ։ Ես համեն եմ լուսաբանում, համեն եմ Պարոն լուսաբանում։ Եղիկյան, դուք ինչ կազմակերպություն եք Գյումրիում ներկայացնում, Գյումրիից Ես եք արդարող եմ մի քանի տարի այդ կամրջակի հետ համագործակցում եմ նաև մեր մոտի աշխատակազմից Լավ 87 աշակերտ եմ ունեցել, որից տեղյակ է նաև պարոն Փաշինյանը։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ մի գնացեք, որովհետև ստեղ երեխեքի տվյալներ ես ներկայացնեմ, որ հիմա գնամ ես չեմ կարող։ Պարոն Փաշինյանի մոտ եք եղել մի քանի օր առաջ։ Չէ, մի քանի օր առաջ չէ։ Երբ եք եղել։ Մեր 3-4 տարի առաջ հանդիպում եղեք մեր հանդիպումը տեղի ունեցել, ներկայացրել եմ կատարած աշխատանքները, կողմնակություն եմ ստացել, այդ Քանի շարունակում։ ՀԿ-ի հետ եք դուք։ Միայն Խնդրում մեկ։ եմ բոլորը Միայն այս գնացեք ՀԿ-ի ստեղ, հետ որտեղ ինչ եք արտադրում։ Կոշիկի սեզոնի դպրոցական բաներ են։ Բա ինչի սեպտեմբերին չեք բերել։ Սեպտեմբերին տվել ենք, հենց մեռային է։ Հիմա էլ ձմեռային է։ Ես հատի կարամ ձեզ Դուք ներկայացնեմ, գիտեք, սեպտեմբերին էլ եմ ներողություն, բերել։ Ես տարին 4-5 անգամ պարոն անում եմ։ Եղիկյան, Արդյոք դու վերջացնեմ։ գոնե ինձ պիտի իմանաս, ես տարին քանի անգամ եմ անում այդ ամեն ինչը։ Բա հիմա ինչքանով է ճիշտ, Առաջի ինչքանով է հազար անգամ ձեր ներողություն ես առաջի անգամ հանդիպեցի։ Ընտրության հետ ինչ է կապում այս ամեն ինչը։ Չեք իմացել, որ այս համայնքում ընտրություն է։ Անը ինձի բախշերի չի դարկրել, որտեղ իմս չէ։ Իմ ուսերից դրված է, եթե իմ ապրասյանքի ընթացքում կարող եմ ինչ-որ մեկի բարի գործ կատարել կամ սովորեցնել, ունենալու է։ դդ կան աղջիկս։ Մենք ուղղակի արձանագրեցինք։ Եկել եք, արձանագրել եք, համբեր եք, ստեղից չեք գնալու, մինչև այդ մարդիկ չկա։ Ուղղակի արձանագրեցինք։ Ով չգա։ Արձանագրում եք, հեսա ինձ ովքեր օգնել են, իրանք հենց հիմա գալու են ստեղ։ Այսինքն Ովքեր ձեզ օգնողը ինքն է։ Համբերեք, ինքը չի, կամրջակ ընկերությունն է, համբերեք։ Ասես որ դուք եք։ Ադարող է, ձի հանձնարարական են տվել, որ բերեմ այս համայնքի։ Սպասեք ժողովուրդ։ Ես այս ամեն ինչը հատիկ իմ համար անընդունելի է ամենական։ Մեզ համար անընդունել է, երբ որ Քարոզարշավի շեմի Մեկ մեկին հարցրեք, ով ամտեղ քարոզարշավ արել։ շատ մեծ կապ ունի։ Այո, որ դուք
Հəmi որ դու ասում ես ում ես անդրում են իմ ցանկությունն է։ Հիմա դուք եկել եք թե քարոզարշավը Տիկին Անուշ, ես նայեք։ Ես բոլորին ես Համլետ ջան, բարձախոսի վրա է, մի հատ խնդրում եմ։ Մի րոպե խնդրում եմ, մի րոպե։ Մի րոպե խնդրում եմ ձեզ։ Համլետ ջան, բարձախոսի վրա է։ Հիմա խնդրում եմ, բացատրի։ Մարդիկ եկել են ասում են քարոզարշավի շեմին բերել ես բան ես բաժանում։ Բացատրի, ես ձեզ ինչ եմ ասել ու ինչ ա եղել։ Խնդրում եմ քեզ հենց հիմա։ Իբրև թե ես քարոզարշավի նախաշեմին բերել եմ բան եմ բաժանում։ Խնդրում եմ հենց հիմա ներկայացրու։ Ինչ ճակատեր, ես ինչ ճակատեր։ Լրագրողն է։ Ես լրագրող եմ։ Լրագրող եմ բերել։ Մի հատ Լրագրող չեմ բերել, լրագրողը եկել է լուսաբանելու։ Ով։ Ստեղ եմ, ես ներկայացրել եմ Համլետ ջան, որ ասենք հա, ես ներկայացրել եմ, դաժե ներկայացրել եմ, որ ես հանդիպում եմ ունեցել նաև պարոն Փաշինյանի հետ, ողջունի խոսքեր եմ ստացել, ես ինչ որ իրականությունն է, դա էլ ներկայացրել եմ Համլետ ջան։ Կազմակերպությունը կամրջակն է։ Համլետ ջան, ես քեզ չեմ ասել, որ արի ուշացնենք այս ամեն ինչը, հետո անենք, դու ինչ ասեցի։ Այո։ Տիկին Անուշը տեսա, որ տեսախցիկներով ես մտել եմ ու իրան նկարում եմ։ Եթե ինքը այս հեռախոսին նայելով ինչ որ հարց տվել եմ, ինքը դրան պատասխանել է, ուրեմն ոչ մեկ չի կարող այստեղ գտնվողներից լրագրողին արգելել նկարել, մանավանդ սպառնա լրագրողին, որ լրագրողի հեռախոսը կջարդի։